Արունակ, մենք պատրաստ ենք այս լուծումների եւ մեզ հասկանալի չէ ինչու Ադրբեջանը չի արձագանքում այս լուծումներին եւ ընդհակառակը փորձ է արվում անընդհատ թեման օգտագործել էսկալացիոն տրամաբանությամբ։ Այսինքն հարցը շատ հստակ հարցը ունի շատ հստակ պատասխան։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է տրամադրել երկաթուղային բեռնափոխադրումների հնարավորություն արևմտյան Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Նախճեվան։ Այո, պատրաստ է։ Եվ նույնը ակնկալում ենք նաև, որ նույն հնարավորությունը կստեղծվի Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապի համար։ Մենք պատրաստ ենք նաև ավտոտրանսպորտային հաղորդակցություն ապահովել։ Իմիջիայլոց ես իմ վերջին հոդվածում ընդգծել էի, որ եթե մյուս պայմաններում, մյուս պարագաներում դեռ ենթակառուցվածքային ներդրումներ անելու անհրաժեշտություն կլինի, բայց հենց այսօր քաղաքական եւ իրավական որոշման պարագայում ավտոտրանսպորտային հաղորդակցություն է հնարավոր ապահովել Թուրքիայից Հայաստանի տարածքով Ադրբեջան, Մարգարայի անցակետով, որտեղ ենթակառուցվածքները պատրաստ են, ճանապարհները նորմալ վիճակում են, մինչև տեղ սահմանային կետ, որից են կողմ արդեն սահմանը Հայաստանի Ադրբեջան սահմանի հատումով, Լաչին եւ այնտեղից եւ Ադրբեջանի խորք։ Այսինքն հենց այսօր եւ ես դրա մասին հրապարակային հայտարարել եմ, որ մենք պատրաստ ենք նաեւ այսպիսի ավտոմոբիլային կապ ապահովել եւ որը արտահայտված է եւ այս ընկալումների համախումբն է, որը մենք անվանում ենք խաղաղության խաչմերուկ։ Ընդ որում խաղաղության խաչմերուկ մենք հատուկ ընտրել ենք այնպիսի անուն այդ նախագծին, որ մեր հարևան երկրներից ոչ մեկում ալերգիա չառաջացնի այդ անունը։ Եվ կարծում եմ, որ սա մեր կառուցողական դիրքորոշման եւ դիրքավորման շատ ուղիղ հիմնավորում է։ Ben Agos gazetesinden Lucien Kopar. Շնորհակալություն եմ հայտնում։ Իմ հարցը վերաբերում է Ադրբեջանում գտնվող հայ գերիներին։ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է, ներկա պահին հացադուլ է հայտարարել։ Այս թեմաների շուրջ Հայաստանի մամուլում էլ Հայաստանի կառավարությանն ուղղված որոշակի քննադատություններ կան առ այն, որ համապատասխան ջանքեր չեն գործադրվում։ Դուք ինչ եք մտածում այս խնդրի հետ կապված։ Siz bu konuda ne düşünüyorsunuz acaba? Իհարկե արդեն ասացի, որ այդ իրադրությունը մեզ շատ անհանգստացնում է։ Մենք այսօր առնվազն 23 գերիներ, պատանդներ, այլ պահվող անձինք ունենք Ադրբեջանում եւ նաեւ մենք փորձում ենք հնարավոր ջանքերը գործադրել այդ խնդրի լուծման համար, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ դա տեղի ունենում մի պայմաններում, երբ Ադրբեջանը ըստ էության այդ գործոնը նույնպես օգտագործում է էսկալացիոն տրամաբանությամբ եւ էսկալացիոն նպատակներով եւ երբ որ ասում են, որ Հայաստանի կառավարությունը անհրաժեշտ ջանքեր չի գործադրում այդ խնդիրը լուծելու համար, եթե մարդիկ նման բան ասում են, նշանակում է բավարար չափով տեղեկացված են։ Եթե բավարար չափով տեղեկացված են, ուրեմն պետք է հաջորդ քայլն էլ անեն եւ ցույց տան այդ որ գործողությունն է, որ Հայաստանի կառավարությունը պիտի անի եւ դա կբերի արդյունքի եւ կառավարությունը այդ ջանքը չի գործադրում։ Ես ընդհանուր առմամբ այդ քննադատությունը հասկանում եմ եւ միշտ ասում եմ, որ քանի դեռ այդ ջանքերը, որ կառավարությունը գործադրում է, արդյունք չեն տալիս, բոլորը կարող են ասել, որ ջանք չի գործադրվում, որովհետեւ այդ ջանքերը հիմնականում դիվանագիտական մակարդակով են գործադրվում, ինչու, որովհետեւ այս ժանրի մեջ հրապարակային հայտարարությունները իրենք պետք է լինեն շատ նպատակային եւ կոնկրետ նպատակի ծառայեն եւ այդ հրապարակային հայտարարությունների որոշակի
դեպքերից անդին արդեն իրենք ոչ մի օգուտ չեն տալիս եւ ընդհակառակ վնաս են տալիս։ Ես միշտ բերում եմ 2023 թվականի դեկտեմբերի օրինակը, երբ 32 գերեվարված մեր հայրենակիցներ վերադարձան Հայաստան եւ մինչեւ վերջին վարկյանը ոչ մեկի հայտնի չէր այն ջանքերը, որ մենք գործադրում ենք եւ մինչեւ վերջին վարկյանը հնչում էին քննադատություններ, որ կառավարությունը ոչինչ չի անում։ Եվ այդ մարդիկ իրենց տեսակետի ճիշտ էին, որովհետև նրանց տեսակետից կառավարությունը որևէ բան անում է միայն այն պարագայում, երբ այդ խնդիրը լուծված է։ Քանի դեռ այդ խնդիրը լուծված չէ, ցանկացած ոք կարող է պնդում անել, որ ուրեմն կառավարությունը անհրաժեշտ ջանքեր չի գործադրվում։ Բայց մինչև դեկտեմբերին 2023 թվականի մեր գերեվարված հայրենակիցներին վերադարձի մասին պաշտոնական լրատվությունը մինչև այդ վերջին վարկյանը հնչում էին շատ խիստ քննադատություններ եւ որ կառավարությունը ոչինչ չի անում։ Իսկ կառավարությունը անում էր եւ դա իմացվեց ընդամենը այդ հայտարարություններից որոշ ժամանակ անց եւ դա ակնհայտ դարձավ եւ ես արդեն ասացի դա ցավոտ հարց է, բայց կա նաեւ հետեւյալը, որ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը այդ խնդիրը ցավոք, ելի ասում եմ, որ մանավանդ խաղաղության գործընթացի համատեքստում, երբ որ անընդհատ փորձ է արվում բերել լրացուցիչ էսկալացիոն գործոններ եւ ընդ որում արդեն իսկ հրապարակային հայտարարություններ խոշտանգումների մասին, արդեն իսկ վիզուալ հիմնավորումներ արգելված միջոցների մասին, որը իհարկե անհանգստացնող է եւ անընդունելի։ Եվ Հայաստանի կառավարությունը այդ հարցով հստակ դիրքորոշում է արտահայտել։ Sayın Başbakan, teşekkür ederiz. Հարգելի վարչապետ, շնորհակալ եմ։ Իմ հարցը վերաբերում է Հայաստանի Եվրամիությանն անդամակցության գործընթացին։ Հայաստանը պաշտոնապես սկսել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց։ Ինչպես գիտենք, Հայաստանի խորհրդարանում դրա վերաբերյալ որոշում կայացվեց։ Եվ իմ հարցը հետևյալն է. Հայաստանն ինչ փուլում է հիմա Եվրամիությանն անդամակցելու հարցում։ Ռուսաստանի եւ Արևմուտքի հետ հարաբերությունների հետ հավասարակշռությունն ինչպես եք պահպանում։ Գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականություն եւ այդ քաղաքականության շրջանակներում մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նաեւ Ռուսաստանի հետ եւ ինչպես արդեն ասացի, այդ հարաբերությունների այդ բանաձևի համատեքստում է տեղավորվում նաեւ մեր տարածաշրջանացման քաղաքականությունը։ Եվրամիության հետ մեր հարաբերությունները վերջին տարիներին զարգացել են, խորացել են եւ այդ զարգացումների ֆոնին քաղաքացիական հասարակությունը, հանրության ներկայացուցիչներ շուրջ 50,000 ստորագրություններով օրենքի նախագիծ են ներկայացրել խորհրդարանին։ Մեր սահմանադրությամբ այդպիսի կարգավորում կա, որ քաղաքացիները կարող են 50,000 ստորագրությամբ օրենքի նախագիծ ներկայացնել խորհրդարանի քննարկմանը, ինչի եւ տեղի է ունեցել, եւ մեր կառավարող մեծամասնությունը որոշել է կողմ քվեարկել եւ այդ կողմ քվեարկությունը տեղավորվում է նաեւ բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ եւ նաեւ մենք Եվրամիության հետ մեր հարաբերությունների խորացումը չենք հակադրում մեր մյուս գործընկերների հետ հարաբերություններին, ընդ որում գիտեք հետաքրքիր մի հանգամանք, եթե ուշադիր նայենք մեր տարածաշրջանին, այսօր կայացած իրողություն է, որ մեր 4 հարևաններից 2-ը Եվրամիության անդամության թեկնածու են։ Եվ նկատի ունեմ, որ նաև այս process-ը մեր տարածաշրջանացման քաղաքականությանը չի հակասում։ Բայց մենք մյուս կողմից հասկանում ենք եւ ակնհայտ է, որ այդ նախագծի ընդունումը չի նշանակում անդամակցություն Եվրամիությանը, որովհետև դա բոլորովին այլ մի գործընթաց է,
մենք դրանով արձանագրում ենք մեր քաղաքական հետաքրքրվածությունը այդ գործընթացի նկատմամբ, հասկանալով, որ դա բարդ գործընթաց է, բայց մյուս կողմից բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության համատեքստում մենք ուզում ենք նաեւ մեր ժողովրդի համար, ես այդպես եմ ձևակերպում, ունենանք այլընտրանքների որոշակի մենյու, որովհետեւ ընդհանուր Եվրամիությանը անդամագրվելը ի վերջո նաև կարող է տեղի ունենալ համընդհանուր հանրաքվեի միջոցով հաստատվելու պարագայում Հայաստանի Հանրապետության դեպքում, որտեղ նույնիսկ այդ պարագայում դեռ փաստ չի, որ Հայաստանը կանդամագրվի Եվրոպական միությանը, որտեղ Եվրոպական միության անդամ երկրներն էլ իրենց հերթին պետք է կոնսենսուս ձեռք բերեն։ Ես նկատի ունեմ, որ մենք պարզապես, ես ուզում եմ ուղիղ ասել դրա մասին, մենք պարզապես ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը հաղթահարի այլընտրանքների բացակայության արտաքին քաղաքականությունը։ Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի ժողովուրդը ունենա այլընտրանքներ։ Սա ամենևին էլ այդ այլընտրանքներից մեկի հենց ուղակի ընտրություն չէ, այլ դա հնարավորություն է, եւս մի այլընտրանքի հնարավորություն է մեր պետության եւ մեր ժողովրդի համար, եւ սա ըստ էության ծառայություն է իհարկե նաեւ մեր հանրության առնվազն ընդ որում 50,000-ից ավելի ստորագրություններ հավաքվել, 60,000-ից մոտիկ, եւ նաեւ մեր ժողովրդավարական էության արտահայտությունն է, որ մենք չենք կարող, եթե սահմանադրությունը նման հնարավորություն տալիս է, ինչու պիտի ժողովրդավարական կառավարությունը եւ ժողովրդավարական մեծամասնությունը մերժի այդ նախագիծը։ Եվ սա է մեր ընկալումը, եւ ես կարծում եմ, որ դա կարևոր լրացում է Հայաստանի Հանրապետության